Հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են գրանցվել, ինչ մանրամասներ են հայտնի։ Մայրաքաղաքի օդը դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական խնդիր, ինչու չի հաջողվում լուծել Երևանի օդի աղտոտվածության խնդիրը։ Նոր որոշում Գագիկ Ծառուկյանին առնչվող գույքի վերաբերյալ, ինչ հիմքով է այն կայացվել։ Հիկմետ Հաջիևի կարծիքով խաղաղության գործընթացը գործնական փուլում է, ինչ նոր պահանջներ է ներկայացնում Բաքուն Երևանին։ Թրիփ նախագծի ֆինանսավորումը վստահվել է Դոնալդ Թրամփի շրջապատի հետ կապվող գործարարին, ով է Կոնստանտին Սոկոլովը։ Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարվել է, երբ է արտահերթ ընտրությունը։ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Առողջապահության նախարարության տվյալներով միայն անցած գիշեր շտապօգնությունը ստացել է 15 կանչ, 6 մարդ հոսպիտալացվել է։ Մեր նկարանող խումբն այցելել է Բյուրեղավանի պոլիկլինիկա, տեղում պարզելու, թե ինչ իրավիճակ է համայնքում։ Բյուրեղավանում, Նուրնուսում և հարակից համայնքներում աղիքային թունավորման մասսայական դեպքեր են տեղի ունեցել։ Հիվանդները բուժհաստատություններ են դիմում սրտխառնոցով և սուր աղիքային ցավերով։ Սա առաջին դեպքը չէ։ Նման դեպք տեղի է ունեցել նաև այս տարվա ապրիլին։ Բնակիչները սա կապում են ջրի աղտոտվածության հետ։ Մենք հոսպիտալացրել ենք 3 հոգի, ինչը որ մեր շտապօգնությունն է արել։ Ես 2 հոգի էլ գիտեմ, որ ուրիշ շտապօգնություն է հոսպիտալում, միգուցե ավելի շատ են, չեմ կարող ասել։ Նայեք, շտապօգնության կանչը, որ զանգում եք 103, զանգում եք կենտրոն։ Կենտրոնից որտեղ ազատ բրիգադա լինում, ասենք իրան են կանչը տալի։ Մեր բրիգադան կարա լինի զբաղված, ուրիշի կանչ տա։ Եթե Բյուրեղավանում առողջապահական խնդիրը աղիքային վարակի բռնկումն է, ապա Երևանում վտանգը հաճախ անտեսանելի է։ Մայրաքաղաքի օդն այսօր դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական խնդիր։ Ամեն օր կառուցվում են նոր շենքեր, ավելանում են ավտոմեքենաներ, իսկ օդի աղտոտվածության մասին ահազանգերը չեն դադարում։ Քաղաքապետարանը վստահեցնում է, որ վերահսկողությունը խստացվում է, սակայն մասնագետները պնդում են, իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար շինհրապարակները պիտի ապահովեն ջրային թնդանոթներով ու քամուց պաշտպանող ցանցերով, բարձրացվեն տուգանքի չափերը և խախտումների դեպքում կասեցնեն շինարարությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ի նիստին շնորհավորեց ավականու անդամներին ՏԻՄ նոր օրենքի ընդունման առիթով։ Այլևս ես չպետք է լսեմ և տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալն ասում է, դեռ մարտից են ներդրել այս փոփոխությունը և կան անգամ տուգանքի դեպքեր, բայց սա որևէ կերպ չի օգնել աղտոտվածության նվազմանը։ 195 կետերում տեղադրված չափից սարքերի տվյալները ցույց են տալիս, որ ցուցանիշների ոչ մի շոշափելի փոփոխություն 1 տարվա ընթացքում չի եղել։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, գրեթե միևնույնն է տվյալները, արժեքները, PM2.5-ի համար այն եղել է 55, իսկ PM10-ի համար անփոփոխ է եղել 9։ Երևանի յուրաքանչյուր 42-րդ բնակիչը քաղցկեղ ունի, դրանց զգալի մասը օդի աղտոտման հետևանքն է։ Մինչդեռ համայնքային իշխանությունը նույն տեմպերով շարունակում է շինթույլտվություններ տալ, ահազանգում է ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամը։ Վերջին 5 տարում տրվել է 17,000, վերջին 6 տարում 21,000 մեծ ու փոքր շինթույլտվություն, եւ որքան էլ որ դու հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հաստիկները ավելացնես, ինչը արվել է սույն թվականի հունվարի 1-ից, պիտի ասեմ, որ երբ որ դու այդ հազարավոր շինթույլտվություն ես տալիս, անգամից ավելացված հաստիկները բավարար չեն պատշաճ չափով վերահսկելու համար, հետեւաբար լուծումը առաջին հերթին այդ խայտառակ թվով շինթույլտվությունների այդ տեմպի անկումն է։
Շատ շենքեր, շատ մարդիկ։ 1 ու 2 միլիոնի շեմին է մոտենում մայրաքաղաքի բնակչությունը մարզերից Երևան տեղափոխումների հետևանքով։ Գումարվում են հաշվառված 343 հազար մեքենաների արտանետումները, խորացնելով աղետը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալը սակայն օդի աղտոտվածությունը կապում է բնակլիմայական պայմանների հետ։ Ուղիղ կապ պետք է օրինակ գտնել շինարարությունների, շինթույլտվությունների քանակի ու ձիախտուցվածության ցուցանիշների միջև չկա այդպիսի ուղիղ կապ, որտեղ կարա օրինակ 100 լավ շինհրապարակը ավելի քիչ օդի արտանետում ունենա, քան 5 վատ կաղավորված վատ աշխատող շինհրապարակները։ Իսկ բնակլիմայական պայմանները հանգեցնում են նրան, որ նոյեմբերից սկսած Արարատյան գոգավորությունում կուտակված փոշին սառչում է եւ ամիսներով ամպի պես կախված մնում քաղաքի վրա։ Այդ փուլում արդեն մեկ լուծում է մնում։ Միակ լծակը, որ ունենք մեր մարդածին աղտոտվածության գործոնների վրա, ազդել եւ նվազեցնելն է, բայց քանի որ մարդածին ազդեցությունը ինքը հիմնական գործոնը չի այս աղտոտվածության ընդհանուր պատկերի, այսինքն կարող է լինել դա օրինակ 10-20%-ի սահմաններում։ Մենք մեր միջոցառումներով նվազեցնում ենք եւ նվազեցնելու ենք, բայց դա գլոբալ առումով ինքը պատկերը չի փոխելու։ Քաղաքապետարանը 2006 թվականից օդի աղտոտման դեմ միջոցառումների իրականացում անվանումով տող ունի, որով 2025-ին 15 միլիոն, իսկ այս տարի 17 միլիոն գումար է հատկացրել։ Սակայն դա կետային միջոցառում է եւ տրվում է բացառապես Նուբարաշենի աղբավայրի թունավոր գազի այրման համար։ Օդի աղտոտման դեմ պայքարի համար որևէ այլ գործողություն համայնքը չի իրականացնում։ Երևանի քաղաքապետարանը վերահացվել այդ պրոդյուսերական կենտրոնի, որի գործը խայտառակ մեծ թվերով միջոցառումներ հրապարակային զանգվածային խրախճանքներ կազմակերպելն է, շուրջ 200 միլիոն էլ տվեցին Վարդավառին եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ զբաղված են ընդհանրապես ժամանցով եւ իրենց հետ աֆիլիացված ֆիրմաներին տենդերներով կամ մեկ անձից գնումներով, արտոնյալ պայմաններով։ Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը շուրջ 3 շաբաթ հունիսի 22-ից հուլիսի 10-ը անկախ ուսումնասիրություններ է իրականացրել մայրաքաղաքում եւ հարակից մարզերում, արձանագրել մի շարք խախտումներ։ Շինհրապարակներում 10 խախտում է արձանագրել, որից 5-ը Երևանում։ Տուգանքի ընդհանուր չափը հատել է 3 միլիոն դրամը։ Իսկ թե ինչ փոփոխություն կբերեն քաղաքապետարանի եւ տեսչական մարմնի ձեռնարկած քայլերը, քաղաքացին կտեսնի նոյեմբեր ամսից։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի Վելնեսի Ալեք Մանուկյան 11 հացեյում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին։ Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ հողամասը եւ դրա վրա գտնվող շինությունները համայնքային սեփականություն են, իսկ նախկինում ընկերությունը ունեցել է միայն կառուցապատման իրավունք։ Քաղաքապետարանը նաեւ պարզաբանում է, որ պայմանագրով նախատեսված էր կառուցապատման իրավունքի դադարեցման հնարավորություն, ինչից էլ օգտվել է համայնքը։ Թե ինչ նպատակով է օգտագործվելու գույքը, դեռ չի հաղորդվում։ Քանի որ Ալեք Մանուկյան 11 հասցեի հողամասը Երևանի համայնքի սեփականությունն է եւ ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող հողերի ցանկում, քաղաքապետարանի գնահատմամբ այդ հողամասի վրա Մուլտիվելնես ՍՊ-ի կողմից կառուցված շենքերն ու շինությունները նույնպես հանդիսանում են Երևանի համայնքի սեփականությունը։ Երեկ էլ դատարանի որոշմամբ Արարատ ցեմենտ գործարանի կառավարումը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Դատախազությունը հայտարարում է, որ ուսումնասիրությունների ընթացքում խնդիրներ են հայտնաբերվել մասնավորեցման գործընթացում։ Ինչ գույք է դատախազությունը պահանջում բռնագանձել Ծառուկյանից եւ ինչ է սպասվում ավելի քան 1000 աշխատակցի, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Փաշինյանի այս հայտարարությունից 58 օր անց Արարատ ցեմենտ ընկերությունը հանձնվեց կառավարությանը։ Մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունում տեսնել կարգ ու կանոն։ Ուզում են տեսնել արդարություն եւ արդարադատություն։ Բայց մարդիկ տեսնում են փակվող գործարաններ, որոնք խլում են սեփականատիրոջից, արձագանքում է Արման Աբովյանը։ Ունենք շատ ակնհայտ նեոթուրքական բանդիտիզմի, շատ ակնհայտ sense դրսևորում, երբ որ մարդուն իր կարծիքի համար, կամ միայն նրա համար, որ ինքը հայ է, փորձում են տնտեսական լծակներով
ունեզրկել եւ այլն։ Բացի Արարատ ցեմենտ գործարանից դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել տասնյակ անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ եւ ավելի քան 105 միլիարդ դրամի գույք ու միջոցներ։ Ուղիղ sense համեմատական է անցնում, թե ինչ էր կատարում այս ցեղասպանության ժամանակ, երբ որ կհիշեք հայ գործարարների սկզբնական փուլում նույն աբովանդակ հատենց ունեզրկում էին։ Երբ որ խոսում են պետականացման մասին, հետարքիր է, որ պետության մասին են խոսում, ինչ պետության մասին է խոսքը գնում։ Սա վստահաբար Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չի, հեծի օրինակը ակնհայտ է, չէ, հենց հեծը խլեցին, անմիջապես հատենց անջատումների տարապ սկսեց։ Փաշինյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր սպառնում ունեզրկել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։ Հեծին հաջորդել է Արարանտ ցեմենտ գործարանը, որն այսքանով չի ավարտվելու, զգուշացնում է Արման Աբովյանը։ Այն անդրադառնալու է մյուս բիզնեսմենների, աշխատողների, քաղաքացիների վրա, կարծում է քաղաքական վերլուծաբանը։ Այս իշխանությունը լինելով նեոթուրքական ֆաշիզմի, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանը սպասարկող մի համակարգ, ինքը խնդիր ունի լիովին կազմաքանդել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կետ, որտեղ Հայաստանը գոնե մի քիչ ամրություն ունի։ Աբովյանի խոսքով Հայաստանի տնտեսությունը թուլացնելուն ուղղված քայլ է անում Փաշինյանի իշխանությունը։ Նշում, անձնական վրեժխնդրությունն ու Ադրբեջանից եկող պահանջը մեկտեղվել են։ Մեր համար Արարատի ցեմենտի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է եւ Արարատի ցեմենտի գործարանը այնպես են կանելու, որ նրա աշխատանքները չխաթարվեն։ Մինչ փոխնախարարը խոստանում էր չեն տուժի աշխատակիցները, այդ նույն պահին գործարանը չէր աշխատում։ Իդեպ Արարատ ցեմենտ գործարանն ավելի քան 1000 աշխատակից ունի։ Արտադրությունը մեծ կարևորություն ունի շինարարական ոլորտում ու Հայաստանի տնտեսական կյանքում։ Իդեպ Ծառուկյանի մարզասրահի շենքը եւս խլել են սեփականատիրոջից։ Տիգրան Ավինյանի խոսքով համայնքին են վերադարձրել։ Ինչպես է վերադարձվել, եթե գույքը չի պատկանել քաղաքապետարանին։ Ինչ հիմքով է վերադարձվել, ինչ նպատակով է գործածվելու։ Հարցերի պատասխանը ստանալու համար քաղաքապետարանը հարցում է պահանջել։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այժմ տարածաշրջանային զարգացումների մասին։ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության գործընթացն արդեն գործնական փուլում է։ Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը նշել է, որ երկու երկրներն աստիճանաբար վերականգնում են տնտեսական եւ առևտրային կապերը։ Միևնույն ժամանակ Բաքուն շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում, Ադրբեջանի եւ Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հռչակագրում պարունակվող բան չէ, այլ իրականություն։ Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերածվեն նոր սահմանադրության ընդունման կամ այլ իրավական մեխանիզմի միջոցով։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից լուրջ եւ դրական ազդանշաններ է ստացել, որ տարածաշրջանում Վաշինգտոնի կողմից աջակցվող տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքները կարող են սկսվել այս աշնանը։ Մեր դիրքորոշումն այն է, որ թրիփը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Հարավ-արևմտյան Զանգիլանի շրջանը ձգվող ենթակառուցվածքների մեծ մասը կավարտվի մինչև 2026 թվականի վերջը, որից հետո այն կարող է միացվել Հայաստանի եւ Թուրքիայի նախատեսված ենթակառուցվածքներին։ Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև այն մարդը, ում վստահվել է ծրագրի ֆինանսավորման գլխավոր գործիքը՝ $200 միլիոն արժողությամբ Trip Plus հիմնադրամի կառավարումը։ Ով է Կոնստանտին Սոկոլովը, ինչ կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ ինչու է նրա նշանակումը նոր հարցեր առաջացրել, ռեպորտաժում։ Հրեական արմատներով ռուսական ցակմամբ Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող ներդրող Կոնստանտին Սոկոլովը կարող է դառնալ Սյունիքի Trip նախագծի առանցքային դեմքերից մեկը։ Վաշինգտոնը նրան վստահել է $200 միլիոն Trip Plus հիմնադրամի կառավարումը, որը ֆինանսավորելու է տարածաշրջանի ռազմավարական ենթակառուցվածքային ծրագրերը։ Trip-ի հետ կապված բոլոր հարցերը եւ նշանակումները, նաեւ նման տիպի նշանակումը ընդհանրապես ենթադրությունների ոլորտից է, որտեղ դա ոչ թափանցիկ փակ գործընթաց է եւ միաժամանակ ունի աշխարհակաղակական նշանակություն, որի շուրջը բավականին մեծ ինտրիգներ գոյություն ունեն եւ տարբեր երկրներ կան, որոնք ունեն միմյանց հակասող շահեր։
Սոկոլովը հայտնի է նաև որպես Դոնալդ Թրամփի քաղաքական նախագծերի խոշոր աջակիցներից մեկը։ Նրա անունը կապվում է Սպիտակ տան նոր պարասրահի կառուցման ֆինանսավորման հետ։ Միաժամանակ Սոկոլովի նշանակումը քննարկումների տեղիք է տվել հաշվի առնելով նրա քաղաքական կապերը, ինչպես նաև Հայաստանում ունեցած բիզնես շահերը։ Նա Viva Armenia-ի սեփականատերերից մեկն է։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի կարծիքով Թրիփի շուրջ հիմնական հարցը ոչ թե այն է, թե ով է ղեկավարելու հիմնադրամը, այլ այն, թե տարածաշրջանային որ ուժերն են ներգրավված լինելու նախագծում եւ ովքեր են վերահսկելու դրա իրականացումը։ Դանիելյանի կարծիքով Սոկոլովի նշանակումը պատահական չէ, նա ենթադրում է, որ այստեղ իր ազդեցությունն է ունեցել նաեւ հրեական լոբինգը, իսկ նշանակումը պետք է դիտարկել ոչ թե առանձին անձի, այլ Իսրայելի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի շահերի բախման համատեքստում։ Իսրայելը նախ ծրագիր ունի Իրանը հյուսիսից շրջապատելու, մյուս կողմից Թուրքիան դժգոհ է, որ երրորդ խաղացող են օգնում Թուրքիա-Ադրբեջան ճանապարհի մեջ, ասենք թուրքական աշխարհի այդ բանի մեջ եւ միամտնում է Միացյալ Նահանգների աջակցությամբ եւ հարց առաջանում է ճանապարհը աշխատելն է հարցը, ճանապարհը վերահսկելն է հարցը։ Սոկոլովի նշանակումը Trip+ հիմնադրամի ղեկավարի պաշտոնում վերլուծաբանների մի մասը կապում է Թրամփի բիզնես մոտեցման հետ, ընդգծելով Սոկոլովի եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև եղած կապերը։ Մյուս կողմից նրա ռուսական ծագումն ու Հայաստանում ունեցած տնտեսական ներկայությունը նոր հարցեր են առաջացնում։ Արդյոք դրանք կարող են որևէ ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա։ Թրամփը լինելով բիզնեսմեն եւ շատ լավ հասկանալով այս ամենը, ինքը միանգամից մի քանի հարց է փորձում լուծել։ Մոսկվայի ներգրավմամբ առաջինը ստանալ Մոսկվայի բարեհաճությունը, երկրորդը Մոսկվայի ներկայացվածությամբ ապահովել Իրանի հանգստությունը, այս խնդրում, որ սա չի լինելու հակաիրանական, եւ երրորդը Մոսկվայի եւ Իրանի համաձայնությամբ ապահովել Չինաստանի լուր համաձայնությունը, որ ամեն դեպքում իր շահերը եւս հաշվի կառնվել ապագա տրանսպորտային միջանցքում։ Թրիփ նախագծի առանցքային բաղադրիչներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն է։ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան DFC-ն հայտարարել է Trip Development Company ընկերության ստեղծման մասին։ Նախատեսվում է, որ ընկերությունը կզբաղվի երկաթուղային եւ այլ ենթակառուցվածքների կառուցմամբ Ադրբեջանը Նախիջևանին, Հայաստանին եւ Թուրքիային կապող առաջարկվող երթուղու շրջանակում։ Սակայն հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ ով եւ ինչ մեխանիզմներով է վերահսկելու այդ երթուղու անվտանգությունն ու շահագործումը։ Մասնավոր ընկերության ներգրավումը արդեն դարձել է քննարկումների պատճառ անվտանգության, ինքնիշխանության եւ տարածաշրջանային շահերի համատեքստում։ Դեռ շաբաթներ առաջ Հայաստանի փոխարտգործնախարարը նշեց, որ Թրիփի հետ կապված գործելու է ԵԱՏՄ կանոնակարգը եւ ԵԱՏՄ կանոններով է նաեւ Թրիփը աշխատելու։ Սա ուղիղ նշանակում էր, որ Թրիփը բացարձակապես չի լինելու ամերիկյան պրոյեկտ եւ այստեղ առանց Մոսկվայի մասնակցության հնարավոր չի լինելու խոսել գործարկման մասին։ Սյունիքի մոտ 43 կիլոմետրանոց հատվածը դարձել է տարածաշրջանային որոշում է ընդունել ինքնալուծարման մասին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, այդ թվում վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Որոշման համաձայն խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը, իսկ արտահերթ ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 27-ին։ Միջազգային մյուս լուրերը Գառնի Մութաֆյանի ռեպորտաժում։ Սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ, հրթիռային հարվածներ, ջրի դեֆիցիտ ու մարդկային զոհեր։ Աշխարհը շարունակում է ապրել ճգնաժամային պայմաններում։ Թեհրանի փողոցներում հայտնվել է նոր պաստառ, որի վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երևում են նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Փիթ Հեքսեթն ու Իսրայել Կացը։ Պաստառի վրա գրված է՝ «Դուք կխորտակվեք իրանական ժողովրդի վրեժի ծովում»։ Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացի է ազատ արձակվել։ IRIB News-ը հայտնել է, որ Իրանի բանտերից ոչ մի ամերիկացի կալանավորի ազատ չեն արձակել եւ որևէ փոխանակում չեն իրականացրել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ազատ է արձակել ամերիկուհու, որը կալանքի տակ էր գտնվում 2024 թվականի դեկտեմբերից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը մեղադրել է Իսրայելի կառավարության որոշ անդամների Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու փորձերի համար։ Վենսը նշել է, որ վստահում է որոշ իսրայելցի քաղաքական գործիչների, սակայն մյուսները մանիպուլյացիաներ են անում։ Իսրայելի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել Վենսի հայտարարությունները։
Ֆարս գործակալությունը հայտնել է, որ իրանական անօթաչուներով հարվածել են Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ ոչնչացրել է Օմանի Սալալա ժայռերում գտնվող ԱՄՆ ծովային հսկողության ռադարային ու Ղանամ շրջանում օդային հսկողության ռադարային կայանները։ Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի բնակելի շրջանում հրթիռային հարվածների պատճառով 2 մարդ է զոհվել, 7-ը տուժել։ Հարվածների տակ են հայտնվել նաև գյուղերից մեկի մերձակայքում գտնվող 2 կամուրջ եւ օդանավակայան։ Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի պատճառով կա 2 զոհ եւ 100 վիրավոր։ Հրմշտոցը սկսվել է ավանդական երթի ընթացքում, երբ բազմամարդ ամբոխում խուճապ է առաջացել։ Նիդերլանդների իշխանությունը պաշտոնապես հայտարարել է երկրում ջրի դեֆիցիտի մասին վերջին շրջանում գրանցված անոմալ շոկի եւ շարունակվող երաշտի ֆոնին։ Երկիր մտնող ջրի ծավալը նվազել է տեղումների պակասի եւ գետերում, հատկապես Հռենոսում ջրի մակարդակի անկման պատճառով։ Միաժամանակ ջրի պահանջարկը շարունակում է աճել։ Կառավարությունում կանխատեսում են, որ չոր եւ շոկ եղանակը կպահպանվի նաեւ առաջիկա շաբաթներին։ Թագավորության ենթակառուցվածքների եւ ջրային տնտեսության նախարարությունը սակայն վստահեցրել է, որ ձեռնարկվող միջոցառումները չեն ազդի բնակչության խմելու ջրի մակարդակի վրա։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։